Հայաստանի տասնյակ անդամներ են ձերբակալվել, գրասենյակներում խուզարկություններ արվել, ընտրակաշարքը դարձյալ թրենդի մեջ է։ Այնինչ տեղի է ունենում արդարադատության համակարգում խայտառակություն է, երկրում արդարադատությունից դժգոհ է նաև վարչապետը։ Եվրամիությունը երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում, նպատակն է չեզոքացնել Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները։ Բարի օր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում ընդունել են Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է կլինի արդեն հաջորդ շաբաթ Եվրամիության արտգործնախարարների նիստում։ Ազատության տրամադրության տակ է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկը առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթի առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից ռազմավարական, գործնական խորհրդատվություն և աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։ Այդ խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքականությունների մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների հայտնաբերման ու արձագանքման, կիբերհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։ Առաքելությունը պետք է նաև գնահատի, ինչ է անհրաժեշտ Հայաստանում անվտանգության ոլորտում կարողությունները զարգացնելու համար, որպեսզի երկիրը առավել արդյունավետ բացահայտի և արձագանքի հիբրիդային սպառնալիքներին Եվրամիության մեթոդաբանությունների և ստանդարտների համաձայն։ Նոր առաքելություն գործուղելով Հայաստան, Բրյուսելը ընդգծում է, դրա նպատակն է նվազեցնել ու չեզոքացնել Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները։ Մինչ այդ առաքելության կարիք հիմնավորող փաստաթղթում Եվրամիության արտաքին գործերի նախարարությունը փաստել էր, որ առաջիկա հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, դրանց հաջորդող ՏԻՄ ընտրությունները, ինչպես նաև հավանական սահմանադրական հանրաքվեն կարևորագույն քննություն են լինելու ներքին կայունության և տարածաշրջանային խաղաղության համար։ Տարիներ առաջ, հիշեցնեմ, Բաքուն քննադատել էր իր սահմանին Հայաստանի տարածքում եվրոպացի անձեն դիտորդներ տեղակայելու որոշումը ու ի վերջո հասել նրան, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրում հստակ ամրագրվի համատեղ սահմանին երրորդ երկրների ուժեր չեն տեղակայվելու։ Ազատության տրամադրության տակ առկա փաստաթղթերից մեկը հանձնարարում է արտաքին հարաբերությունների ծառայությանը շարունակել քննարկումներն Ադրբեջանի հետ Եվրամիության աջակցության նպատակը բացատրելու, խաղաղության գործընթացի վրա հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու համար։ Ի դեպ, խոսելով հնարավոր վտանգների մասին, փաստաթուղթը Հայաստանում ներքաղաքական զարգացումներից, արտաքին տնտեսական ճնշումներից ու տեղեկատվական մանիպուլյացիաներից բացի առանձնացրել է նաև Իրանի դեմ պատերազմը, մանրամասնելով Հայաստանի ընդամենը երկու բաց սահմաններից մեկը Իրանի հետ է և առանցքային նշանակություն ունի Հայաստանի հաղորդակցության և հյուսիս-հարավ տրանսպորտային ու առևտրային միջանցքի համար։ Այս լարվածությունը կարող է էլ ավելի մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի տնտեսության և էներգետիկ կարիքների վրա ու շահարկվել ընտրությունների շեմին, արձանագրում է փաստաթուղթը, հավելելով կան նաև հնարավոր միգրացիոն հոսքերի, կազմակերպված հանցագործության ու այլ անօրինական գործունեության ռիսկեր։ Ակնկալվում է, որ Եվրամիության նոր խումբը Հայաստանում տեղակայվելու է 2 տարով, ունենալու է 20-ից 30 միջազգային աշխատակից ու գործելու է Եվրամիության գործընկերության առաքելություն անվանման ներքո։ Նշվում է, որ այն բաց է լինելու նաև երրորդ երկրների համար, եթե ու երբ Բրյուսելը նրանց հետ համաձայնության հասնի այդ ուղղությամբ։ Առանց Եվրամիության որոշումների կայացման ինքնավարությանը և դրա միասնական կիրարկմանը վնաս հասցնելու երրորդ պետությունները կարող են մասնակցել առաքելությանը պայմանով, որ նրանք կհոգան իրենց կողմից գործուղված անձնակազմի ծախսերը, ասվում է ընդունված փաստաթղթում։ Մոսկվայում վերջերս տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանի հետ երկաթուղու հարցով բանակցություններում որևէ կոնկրետություն չկա, այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը, նշելով, որ դեռ համաձայնություն չի ձեռք բերվել։ Թեև չկա համաձայնություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո հայտարարել էր, երկաթուղու կառավարման պայմանագիրը միակողմանի խզելու ծրագիր չունեն, հավելելով, որ պետք է լուծումներ գտնել։ Հարցին, եթե ամբողջական կառավարման իրավունքի հարց պետք է բարձրացվեր, ինչու էր
Հայաստանը այդ դեպքում առաջարկում կառուցել այն երկու հատվածները, փոխվարչապետը պատասխանել է. Կարծում եմ այն, ինչ պաշտոնապես տեղի է ունեցել, մենք առաջարկել ենք կառուցել երկու հատվածները, որպեսզի երկաթգիծը ի վերջո լիարժեք լինի ու պատրաստ լինի ապաշրջափակման գործընթացի։ Դա շատ կոնկրետ, ֆորմալ գործընթաց է եւ այո, նման առաջարկ եղել է։ Մնացած հարցերը ուղղակի քննարկում են, որևէ կոնկրետություն չկա այս պահին։ Ամեն դեպքում այդ լրանորոգումը պիտի տեղի ունենա, ասել է փոխվարչապետ Գրիգորյանը։ Եվ այժմ կզրուցեմ քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ, ողջույն պարոն Մանուկյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ այսպես, պարոն Մանուկյան, սկսենք Եվրամիության երկրորդ քաղաքացիական առաքելության Հայաստան տեղակայելու որոշումից, որի նպատակն է չեզոքացնել Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները, հա։ Սա ինչ ձևով կարող է բարձրացնել Հայաստանի դիմադրողականությունը, արտաքին հիբրիդային սպառնալիքներին, վտանգներին հակազդեցությունը։ Ես կարծում եմ այն ձևով, ինչ ձևով, որ իրենք արձագանքել են, իրենք որ ասել են, այսինքն ինչ որ թաքնված կամ գաղտնի հանգամանք այդտեղ չկա, թե ինչպես կարող են իրենք չեզոքացնել ռուսական հիբրիդային հարձակումները, ընդհանուր այդ հիբրիդային հարձակումների տեսակները մենք գիտենք, դրանց մասին շատ է խոսվել եւ իրենք էլ իրենց փորձառությամբ են նաեւ օգնելու հայկական կողմին միգուցե նաեւ ինչ որ ինֆորմացիա, որը հայկական կողմը կարող է պահի տակ չունենա եւ նրանք կարող են օգնել, բայց կարծում եմ ինչ որպես առանձնապես գաղտնի բաներ չեն կատարվելու այստեղ։ Իսկ դրա, այսպես ասենք, հա, դիմակայունությունը այն իրավիճակում, որում որ Հայաստանն է գտնվում, այսինքն նաև քննադատվում է Հայաստանի իշխանությունը, այսպես ասած, ռուսական ներկայության անսահմանափակ ազատությունը Հայաստանում։ Սրա արդյունավետությունը այդ պարագայում կարող է լինել չափելի։ Ռուսական ներկայության անսահմանափակություն ես մի քիչ չէի համաձայնի այդ ձևակերպման հետ ռուսական ներկայությունը Ռուսաստանի ու Կրեմլի ազդեցությունը շատ մեծ է քրեական ճանապարհներով մենք քիչ առաջ տեսանք հերթական մի այլ կոռուպցիոն դեպքն է բացահայտվել գիտենք որ կանխիկ գումարներ են Ռուսաստանից Հայաստանում բերվում եւ դրա տեմը ամենայն դեպս ինչ որ չափով Հայաստանի ինստիտուտները կարողանում են առնել դրա համար ես չէի ասել անսահմանափակ ներկայացվածություն կա Ռուսաստանում շատ մեծ վտանգներ կան բայց կա նաև այդ վտանգների չեզոքացման մեխանիզմներ ճանապարհներ եւ հենց Եվրամիության այս ներկայացվածությունն էլ նրա համար է որ օգնի Հայաստանը կարողանա դիմագրավել ռուսական այդ հարցակումներին, որտեվ ինքը մեծ երկիր է, մեծ ռեսուրսներով, մեծ փորձով, Հայաստանը փոքր նոր դեմոկրատացած երկիր է, թույլ է դեռևս, այս տեսակետից եմ ես նայում, բայց որ ասենք թե ինչ որ անսահմանափակ է ռուսական ես մի քիչ այդքան չէի ծայրահեղացնի իրավիճակը Շատ լավ։ Այդ դեպքում դուք հիշեցիք բավականին վերջերս բացահայտված էլի ընտրակաշառքի դեպքերը, շատ լավ, պարոն Մանուկյան, կարող ենք այսպես անվերջ, օրինակ, ենթադրենք, ֆինանսական անսահման ռեսուրսներ ունեցող մեկը գնում է գնացում է կուսակցություն եւ անվերջ կարիքավոր մարդկանց վերցնում եւ փողեր է բաժանում։ Մենք էլ գնում ենք անընդհատ այդ մարդկանց բռնում ենք։ Եվ ինչ։ Ես դրա համար ես միշտ ասել եմ, որ պետք է Հայաստանի օրենսդրությունը շատ ավելի խստացնել մեծ փողի ազդեցությունը քաղաքականության վրա թույլ չտալու նպատակով։ Այն մեխանիզմները, որոնք կան, դրանք շատ լավն են եւ դրանց սկզբունքը հենց նրանում է, որ այդ մեծ փողի ազդեցությունը քաղաքականության վրա քիչ լինի։ Օրինակ, չի կարող մի անհատ անսահմանափակ նվիրատվություն տալ կուսակցությանը, հա? Օրենքով սահմանված է։ Եվ այդ չեն կարող օտարերկրյա քաղաքացիները անսահմանափակ նվիրատվություններ անել։ Չի կարող կուսակցությունը անսահմանափակ չափի գումար ծախսել, չէ՞։ Մենք սա գիտենք։ Այդ սկզբունքը ընդունված է Հայաստանի օրենսդրություն
կազմակերպել ֆիքսված է բայց այդ մարդիկ շրջանցում են դա չէ իրենք գնում են հասարակական կազմակերպություն են բացում այդ կազմակերպությունում աշխատող են գրանցում այդ փողեր են տալիս իբրև թե աշխատավարձ բայց դա ըստ էության ընտրակաշարք է չէ մենք ինչպես որ տեսնում ենք հիմա այդ մի չի բազմաթիվ դեպքեր արդեն այդպես բացահայտվել են չէ հիմա Հայաստանի իշխանության իրավապահ մարմինների եւ մեր հույսը նրանում է որ երբ որ մեկին բռնում ես մի 100 հոգի վախենում են դա շատ մարդկային բան է չէ հիմա որ այսպես բացահայտվում է եւ հայտարարվում է պետք է որ այդ մի դեպքը մի 100 հոգու զգաստացնի բայց նաեւ կա այն ռիսկը որ այդ մարդկանց համար միևնույնն է եթե շատ փող է ներգրավված այդտեղ հիմա բացահայտում են այդ մարդկանց հետո ովքեր որ այդ կաշառքը կազմակերպում են հա այդ միլիարդատերերը Սամվել Կարապետյան եւ այլն կամ ասենք Գագիկ Ծառուկյան եթե իրան էլ է վերաբերում չեմ ասում թե Ծառուկյանն էլ է զբաղվում մենք չենք տեսել դեպքեր որ Ծառուկյանը դրանով զբաղվի բայց ենթադրենք ինչ որ այլ միլիարդատերեր իրենք կարող է այդ մարդկանց ասեն ոչինչ դուք սրանով զբաղվեք մենք ձեր ընտանիքներին կպահենք եթե ձեզ բռնեն հա այսինքն իրենք վերցնեն այդ ռիսկը իրենց վրա որ ոչինչ մենք massայաբար այնուամենայնիվ օրենքը խախտելով սև փողեր բերելով հիմա Ռուսաստանից հսկայական փողեր են չէ բերում մի քանի հատ ենթադրենք Հայաստանի կառավարությունը բացահայտեց իրանք ասեն դե լավ մեկը կբացահայտի հոսախ չեն կարող բացահայտել տրամաբանական է չէ ասենք 100 հոգու հսկայական քանակի գումարներ բերել տան 100-ից ասենք մտածեն 60-ին բռնեն 40-ն էլ գա էլի ոչինչ բայց իրանք կարող է ասեն դե այդ 60-ին ասեն ոչինչ ձեզ որ բռնեն չանհանգստանաք մենք տեր ենք հա այսինքն այս տրամաբանությունն էլ կա դրա համար այստեղ դժվարություն այնուամենայնիվ կա հիմա ամեն շաբաթ ինչ որ մի բացահայտում տեսնում ենք չէ տրամաբանական է որ այդ բացահայտումների հետևում կան եւս դրա թիվը Երևի թե դրանից ավելի շատ դեպքեր, որը հələ չեն բացահայտվել։ Հիմա թե կօգնի այս փոքր այս քանակի բացահայտումը, որ մարդիկ զգաստանան, թե հակառակը այդպես կասեն դե լավ, հա, մենք կգնանք բանկենենք եւ Հայաստանի օրենսդրական դաշտն էլ թույլ է Հիմա մի քանի տենց խախտում անում են, հա կգնան մի քիչ կնստեն կամ բաց կթողնեն, հա, ասենք կալանք էլ կարող է չտան, հա։ Այս վերջերս այդ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ կանանց որ բռնել էին, կալանք էլ չեն ստացել եւ իրենք ուրախ հետո ասում էին, որ շնորհակալ ենք աջակցության համար եւ այլն։ Բայց այստեղ ինչ որ մեծ բան չի եղել, այսինքն իրենք չեն համարել տպավորությունը այնպիսին էր, չեմ ասում հաստատ այդպես, տպավորությունը այնպիսին էր, որ իրենց համար դե ասենք ռիսկի, իրենց գործի ռիսկի ինչ որ մի մասն էր, խախտում կանեն, հետո մի քիչ աղմուկ կհելնի, բան, հետո տենց կանցնի կգնա։ Ու եթե մասշտաբար իրանք այս ձևով վերաբերվեն, մարդիկ, այդ դեպքում կստացվի, որ այս մեր օրինապահ համակարգը այդ իրավիճակին adekvat չէ, որովհետև այդ քրեականացնելը, բռնելը դրա ամենակարևոր ֆունկցիաներից մեկը է, որ զսպի էլ ուրիշ հանցագործություններ թույլ չտա։ Բայց եթե իրենք մասսայաբար դա անելու են, որովհետև այնտեղ վերևից ասելու են դե տերենք, մենք ձեր ընտանիքներին փող կտանք, էս կանենք, այն կանենք, կստացվի, որ այդ իրավական մեխանիզմները չեն աշխատում։ Դե դրա համար հիմա շատ լուրջ իրավիճակ է եւ իրավապահ համակարգը գործող իշխանությունը պետք է իսկապես գնահատի արդյոք այդ բռնոց երբ որ բռնում են եւ այդ բռնելուց հետո դատական համակարգը սկսում է այդ գործերը աշխատացնել հակակոռուպցիոն կոմիտեն բռնում է հետո գնում է դատարան կալանք գալիս է մի դեպքում մյուս դեպքում չի գալիս հիմա պետք է գնահատեն իրանք ինչքանն են կարողանում բռնել Եվ այդ բռնելու արդյունքում ինչքան են կարողանում կանխել հետագա նման ապօրինություններ, որտեղ հիմա այնքան արագ են բռնում, հենց ընտրությունները քարոզարշավել ըստ էության չի սկսվել, չէ՞, կարծեմ երբ է սկսվելու քարոզարշավը։ Հա, հələ քարոզարշավը չի սկսվել, արդեն ամեն շաբաթ ինչ որ էսպիսի մի քրեական բան ենք մենք տեսնում։ Եթե այդ քրեական հանցագործությունների մասշտաբը
այնքան մեծ է, որ Հայաստանի իրավապահ համակարգը չի կարողանում դրա դեմը առնել, սա պետք է գնահատվի եւ պետք է մտածվի ինչ անել, որ նման բան հնարավոր չլինի։ Հենց կարող է սա Ռուսաստանից էլ եկել է։ Կարող է Ռուսաստանից էլ ասել են, այ մարդ, հա, դուք մասսայաբար խախտումներ արեք, հիմա կբռնեն թեկուզ 50%-ը, 60%-ը, հələ էդի լավ դեպքում, հա։ Է մնացած 40%-ն էլ հո չեն բռնելու։ Ու դա կարող է մեծ էֆեկտ տալ։ Հիմա սա է պետք գնահատել եւ հասկանալ։ Տեսեք, այս նոր առաքելության մասին Եվրամիության խոսելով, ընդհանուր երբ որ այս խոսակցությունները բացվեցին, էլի հայաստանյան խորհրդանական ընդդիմությունը, նրանց սատարող արտախորհրդանական ուժերը, Ռուսաստանը ասում են, որ սա իրենց դեմ է, այս ամեն ինչը անհիմն է, իրենք ոչինչ չեն անում, այս կողմ են կողմ, եւ այս ձևակերպումները, որ չեզոքացնել, նվազեցնել, հակազդել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին Հայաստանի Հանրապետությունում, հա, մեկնաբանվում է, որ սա զուտ պարզապես աշխարհաքաղաքական ռևերանսի, այսպես ասենք, արդյունքն է, այստեղ ոչ մի այդպես այսպես ասած հիբրիդային կամ առհասարակ սպառնալիքներ չկա Ռուսաստանի կողմից, սա ընդհանրապես աշխարհաքաղաքական ընտրության շարունակությունն է, Եվրամիությունը Հայաստանին օգտագործելով որպես ազդեցության գոտի, փորձում է այստեղից էլ Ռուսաստանի հետ իր հաշիվները մաքրել։ Չէ, սա Հայաստանի ընտրությունն է ունենալ նորմալ, չկոռումպացված եւ դեմոկրատական երկիր։ Հիմա այս ընտրությունը Եվրամիության կողմից հարգվում է։ Իսկ եւ Եվրամիությունը ասում է դուք ընտրել եք այս ճանապարհը, մենք ձեզ կօգնենք։ Ընդ որում օգնում են միայն այնքանով, ինչքան որ Հայաստանը խնդրում է։ Ընդ որում օգնում են այն հարցում, որ ապօրինությունների բացահայտման հարցում, հա, ապօրինի քրեական եւ այդ ամենավատ տեսակի բաները բացահայտելու հարցում են օգնում։ Իսկ Ռուսաստանը ուրեմն ինքը քրեական պետություն է, ինքը ավտորիտար պետություն է եւ Ռուսաստանի կողմից կարող է այդպիսի բան լինել, ընկալում լինել, թե այ որ իրենք ուրեմն մերժում են ապօրինությունները, կոռուպցիան, անբարոյականությունը եւ այլն, ուրեմն մեր կողմից չեն։ Որտեւ իրենք այդպիսի երկիր են, ապօրինի, անբարոյական, ֆաշիստ։ Հիմա բայց Հայաստանի ժողովրդի ընտրությունն է, Հայաստանի իշխանությունների ընտրությունն է, որ Հայաստանի ներսում հարաբերությունները պետք է կարգավորվեն օրինական ճանապարհներով։ Մարդիկ իրար հետ պետք է հարաբերվեն օրենքի հիման վրա։ Մարդիկ պետք է հավասար լինեն օրենքի առաջ։ Ընտրակաշառքը դեր չպետք է խաղա ընտրությունների ժամանակ։ Մարդկանց ազատ կամքը պետք է արտահայտվի առանց մեծ փողի կողմից աղճատումների, հա, այսպես ասենք։ Այնպես որ այստեղ բան չկա, այ որ իրենք այդպես ասում են, էդ էլ կարելի է բռնումով մոտենալ, որտեղ իրենք էլ գիտեն, որ իրենք անբարոյական, ֆաշիստ, կոռումպացված, քրեական երևույթներ են։ Եվ ինչ որ մեկը եթե մերժում է անբարոյականությունը, քրեական վարքագիծը, կոռումպացվածությունը, ավտորիտարիզմը, դա իրենք ընկալում են, որ իրենց դեմ է, հիմա ընկալեն, չընկալեն։ Դա արդեն իրենց խնդիրն է։ Շատ լավ, այս ամեն ինչը, այսքան որոշակի հետևանքներ պետք է այնուամենայնիվ ունենա այս կուսակցությունների կամ այս կուսակցության համար, հա։ Որովհետև չէ որ այսպիսի պայմաններում ասում են ոնց կարելի է ընտրությունները համարել օրինակ արդար, թափանցիկ, հավասար, ազատ։ Այո, ես լսեցի ազգային ժողովում հարց տվեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, թե ինչ պետք է լինի, ինչ պետք է լինի, որ մենք ուրեմն կարծեմ ասել էր թույլ չտանք մասնակցել, թե ինչ հարց մոտավորապես այդ ենթատեքստով էր ձևակերպվել եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ասաց, որ եթե քարոզարշավը սկսվում է եւ քարոզարշավի սկսվելուց հետո մշտական ինչ որ տենց բարբերաբար խախտումներ է արձանագրվում կուսակցություններից որևէ մեկի կողմից մասնակցությունից որևէ մեկի կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել դատարան այդ կուսակցության բանը կասեցնելու համար։
Եթե իսկապես այս ծավալով շարունակվեն բացահայտ ընտրակաշառքի եւ ապօրինությունների դեպքերը, ես կարծում եմ, որ շատ տրամաբանական կլինի, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմի ուրեմն դատարանին եւ դատարանն էլ գնահատի այդ իրավիճակը, որ տեսնի, սա կլինի այն տարբերակներից մեկը, երբ որ ես ասացի, այնքան հսկայական քանակի փողեր են գալիս, որ իրավահամակարգը ուղղակի չի կարողանում բոլորին բռնել, հա, մեկին բռնում է, երկուսին չի կարողանում, կամ թեկուզ երկուսին բռնում է, մեկին չի կարողանում, եթե շատ մեծ են այդ անօրինությունների ծավալը, սա էֆեկտ է տալիս, այդ չբռնված մասը էֆեկտ է տալիս։ Հիմա այս դեպքում արդեն կարող է դատարանը որոշում կայացնել եւ դա կլինի արդար որոշումը, որ այս դեպքում ակնհայտ է, որ ուժեղ Հայաստանի մասին ենք խոսում, որ ուժեղ Հայաստանը ուրեմն դուրս է մնում ընտրություններից, հա, այդպիսի տարբերակ կարող լինել, բայց ես կարծում եմ, որ դա վատ տարբերակ կլինի Հայաստանի համար ընդհանրապես, ինչքան ուզում է հստակ լինեն այդ ապացույցները բանը, որ սա քրեական ինչ որ խմբավորում է, քրեական բաներով են զբաղվում, սա բանը քաղաքականության ու ընտրությունների հետ կապ չունի իրականում։ Մեկը էլի կարիք է լինելու դա արդարացնել, նույնիսկ եվրոպացիներին, հատկապես որ իրենք տենց հսկայական փողեր ունեն, հա, ինչ որ ծանոթներ ունեն ստեղ ընդեղ, Եվրոպայում էլ լիքը մարդ կա, որ փող է տալիս, սկսում են իրենց այդ դրանց օգտին ինչ որ բաներ անել, հա։ Հիմա էլի տհաճ բան է, էլի Հայաստանի համար էլ է տհաճ բան, ավելի լավ կլինի, որ իրենք զսպված պահեն իրենց, այդքան շատ ապօրինություններ չանեն, հա, կամ գոնե այդպես բացահայտ ու բան չանեն, էլի զսպված պահեն իրեն գնան ընտրություններին իրենց անունն էլ լինի քվեաթերթիկում, հայ ժողովուրդը ընտրություն կատարի։ Ես մտածում եմ, որ այս երկրորդ տարբերակը ավելի լավ կլինի, որ գոնե այս բացահայտումներից հետո հասկանան, որ չի կարելի եւ այս իշխանությունը եւ այս դատական համակարգը եւ այս ժողովուրդը թույլ չի տալու իրենց, որ այդպես իրենք շարունակ են անել այն ինչ որ անում են։ Իրենք Ռուսաստանից են եկել, այդ Ռուսաստանը սարսափելի անօրինական երկիր է։ Իրանք տարիներով այնտեղ սովորել են, թե ինչ դեպի այլանդակություններ ասես կարելի անել, չի մտնում այդ մարդկանց գլուխը, որ Հայաստանը ուրիշ երկիր է։ Չի մտնում, իրանք կարող է այսպես շարունակեն։ Դրա համար ես հիմա չգիտեմ իրանք որ ճանապարհով կգնան։ Եվ դա կախված է նաև այդ Հայաստանի այն մասայից, որ թվում է թե մնացել է այդ մինչև 18 թվականի ժամանակը։ Այդ ձայնագրությունները լսում ենք, չէ՞, տեսնում եք ինչ ձևի են խոսում այդ մարդիկ, ինչ հասկացություններ են օգտագործում։ Ինչ պատկերացումներ ունեն, էլի զարմանում ես, ոնց որ 18 թվականին այդ մարդկանց կողքով անցել է, իրենց հետ վեճն էլ չի։ Չեն հասկացել ինչ է կատարվել երկրում։ Հիմա դրա համար ծանր ու դժվար շրջան է եւ պետք է հասկացվի իսկապես թե ոնց վարվենք դրանց հետ այդ ուժեղ Հայաստան կոչվածների հետ։ Եթե շարունակելու են իսկապես այս աստիճանի անօրինականություններով գնալ, էլ ուրիշ ելք չի մնալու Հայաստանի իրավապահ համակարգին, դատական համակարգին եւ նաեւ իշխանություններին, որ պետք է զգոն լինեն ու հետեւեն։ Ուրիշ ելք չի մնում դրանց արգելել ուղղակի։ Եթե այնքան շատ են այդ անօրինականությունները անելու, որ դժվար է լինելու իրավապահ համակարգը ուղղակի ֆիզիկապես չի հասցնելու ամեն մեկի հետևից, ամեն մի անօրինականության հետևից։ Բայց եթե մի քիչ խելքերը գլուխները հավաքեն, փողերը ծախսեն այն շրջանակներում, ինչ շրջանակներում, որ Հայաստանի օրենսդրությունը իսկապես թույլ է տալիս, ծախսեն, չգիտեմ, այդ կան ինչ որ ռեկլամներ են անում, բան են անում։ Այդ ձևով ծախսեն, հանգիստ գնանք ընտրությունների, թող հանրությունը կարողանա ազատ իր ընտրությունը կատարել։ Սա է, հիմա կկողմնորոշվենք, առաջիկա շաբաթներին կամ չգիտեմ, մի 6 շաբաթվա ընթացքում արդեն պարզ կլինի արժե вообще դրանց թողնել, որ անունները լինի քվեաթերթիկում ու մասնակցեն, թե շարունակելու են այս ձևի այլանդակությունները։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքագետ Հրայր Մանուկյանն էր։
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ուժեղ Հայաստանի արտաշատի ներկայացուցիչներին ընտրակաշառքի կասկածանքով գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ահազանգել է իրենց համակիրներին բերման ենթարկելու եւ խուզարկությունների մասին։ Նա բերման ենթարկվածների հստակ թիվ չէր նշել, միայն ասել էր, որ նրանց շարքերում կա ընտրացուցակում ընդգրկված իգական սեռի ներկայացուցիչ։ Կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Ղազինյանը լրագրողների զրույցում ասել է, որ սրանք բռնաճնշումներ են իրենց քաղաքական ուժի նկատմամբ ընտրություններին ընթառաջ։ Հետո հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց ձերբակալվել է 14 անձ ընտրակաշառքների գործով։ Ուժեղ Հայաստան կուսակցության եւս 2 անդամների այս շաբաթ ձերբակալել էին նախընտրական շրջանում արգելված բարեգործության մեղադրանքով, ապա ազատ արձակել վարչական վերահսկողության պայմանով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնվելով գաղտնալսման վրա հայտարարել էր, թե անցած ամիս, երբ ընտրությունների հետ կապված արդեն տեխնացուների կողմից բարեգործության արգելք կար, ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներ Գոհար Ղումաշյանը եւ Վերժինե Ստեփանյանը բնակիչներին գումար են տրամադրել ու արտոնյալ ծառայություններ խոստացել։ Մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունը եւ փաստաբան Արամ Վարդևանյանը հերքում են կապը ընտրությունների հետ։ Տնային կալանքի տակ գտնվող ուժեղ Հայաստանի առաջնորդ գործարար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստերն էլ մեկնարկել են։ Նրա պաշտպանները միջնորդել են, որ դրանք ուղիղ եթերով չհեռարձակվեն։ Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին։ Քրեական գործից հետո քաղաքական հայտ ներկայացրած Կարապետյանը դատարանում հայտնեց Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց է սկսել, բայց երբ կավարտվի, չգիտի։ Նախորդին ազգային ժողովում հանրապետության վարչապետը անդրադառնալով Սամվել Կարապետյանի տարբեր երկրների քաղաքացիություն ունենալու հանգամանքին նախ նշեց, որ 60 երկրի քաղաքացիություն ունեն, հիմա էլ հայտարարում են քաջաբար սկսում են հրաժարվել այդ քաղաքացիությունից, մինչև հրաժարվեն 30 տարի կտևի։ Աշխարհում էլ երկիր չկա, որի քաղաքացի չեն այդ մարդիկ բառի զբուն իմաստով ինոագենտ են, նշեց վարչապետը։ Թեև ընդդիմադիր ուժեղ Հայաստանը հայտարարում է, որ Կարապետյանն է վարչապետի իրենց թեկնածուն, նա այդ պաշտոնին չի կարող հավակնել օրենսդրական արգելքի պատճառով։ Օրենքով վարչապետի թեկնածուն կարող է լինել վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում միայն Հայաստանում մշտապես բնակվող անձը։ Մեղքը չընդունող Կարապետյանը իր մեղադրանքը աբսուրդ, մեղադրական եզրակացությունն էլ թղթերի կույտ է համարում։ Դատախազ Արգամ Դալաքյանը օրերս հանրային հեռուստաընկերության եթերում պնդել էր, որ իշխանության զավթման կոչից բացի 8.5 միլիարդ դրամի հափշտակության ու հարկերից խուսափելու համար մեղադրվող Կարապետյանը ապօրինի փողերը օրինականացնելու նպատակով Ռուսաստանի քաղաքացիների է որպես աշխատակից գրանցել։ Աշխատավարձի քողի ներքո այդ մարդկանց հաշիվներին փոխանցվել են գումարներ, որոնցով Ռուսաստանի քաղաքացիները Երևանում եւ արտերկրում բնակարաններ են գնել։ Ըստ դատախազության դրա հետևանքով ծառայողական լիազորությունների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում է կատարվել։ Եկեղեցականներին իր ձևով պաշտպանելու հայտարարությունից հետո կալանավորված գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, նաև հանցավոր ծագում ունեցող միջոցներ օրինականացնելու մեջ։ Երկրում արդարադատությունից դժգոհ է նաև հանրապետության վարչապետը, մեզ պետք է վիրահատական ճանապարհով լուծել արդարադատության հարցը, խորհրդանի ամբիոնից հայտարարում է 8 տարի Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդում է, թե այն, ինչ տեղի է ունենում արդարադատության համակարգում, խայտառակություն է։ Նախորդ 5 տարվա հետ կապված մի խնդրեմ կա, որի վերաբերյալ մենք դեռ շատ լուրջ դիսկոմֆորտ ունենք, այդ արդարությունը եւ արդարադատությունը։ Որովհետև այո, մենք պետք է ընդունենք, ես էլ անկեղծ ասեմ, եւ մենք բոլորս էլ շատ հաճախ Հայաստանում անարդարության եւ անարդարադատության զգացում ունենում ենք, բայց այստեղ խնդիրը հետեւյալն է՝ մի X պահի մենք գալիս ենք անհրաժեշտության առաջ ենք կանգնում պատասխանելու մի հարցին, իսկ ի՞նչ է արդարությունը։ Իսկ ի՞նչ է արդարադատությունը, ո՞րն է արդարությունը եւ ո՞րն է արդարադատությունը։ Իմ պատասխանը այդ հարցին միանշանակ է եւ աներկբա։ Արդարությունը եւ արդարադատությունը համապատասխանությունն է սահմանադրությանը եւ սահմանադրությունից բխող օրենքներին։ Եվ թվում է, թե ամեն ինչ ճիշտ է։ Այստեղ մի ուրիշ խնդիր կա, որ երբ որ սահմանադրությունը ժողովրդի կողմից ընդունված չի, ցանկացած գործողություն ընկալվում է որպես անարդարություն։ Եվ ընդհակառակը, երբ որ սահմանադրությունը ժողովրդի կողմից ընդունված է, եւ ժողովուրդը ընդունում է, որ ես մի հատ ամենապարզ օրինակը բերեմ, երբ որ քաղաքացին ինչ որ մի զանցանքի համար տուգանվում է, դա միշտ նյարդ է առաջացնում։
Ցանկացած մեզնից ով որ տուգանք է ստացել միշտ էլ դա նյարդայնացնում է մարդուն եւ այդ նյարդը միշտ լարում է ստեղծում պետության եւ հասարակության միջև անկախ նրանից ինչքանով ենք մենք դա ընդունում ինչը պոտենցիալ վտանգ է պետության կայունության համար բայց ես հարց եմ տալիս որ դեպքում է որ այդ նյարդը չի առաջանա կամ այդ նյարդը ընդհանրապես կբացառվի դրա վտանգ լինելը մի դեպքում երբ որ քաղաքացին այդ տուգանքը ստանալիս ընդունի որ դա իր կողմից ընդունված եւ ձեռք բերված պայմանավորվածության իրականացում է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք քաղաքացիների 50+1%-ը չի քվեարկել Հայաստանի Սահմանադրության օգտին այսինքն Հայաստանում հաստատված իրավակարգը բան ունի եւ քաղաքացու միջև ալերգիա կա, որովհետեւ քաղաքացին չի հասկանում, այս իրավակարգը ով է ստեղծել, ոնց է ստեղծել։ Եվ ես պետության արդարության եւ արդարադատության համար շատ կարեւոր եմ համարում, որ ի վերջո Հայաստանում լինի սահմանադրություն, որը քաղաքացին կհամարի կընդունի Եվ այժմ զրուցելու եմ ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանի հետ։ Ողջույն։ Բարև Պարոն Բլեյան, եւ այսպես ուժեղ Հայաստանի գրասենյակներում խոզարկություններ եղան, ձերբակալվել է 14 անձ ընտրակաշառքի մեղադրանքով, այդ թվում նաեւ կան նրանց կանայք, ովքեր նաեւ ցուցակում են եւ այլն։ Հիմա էլ կուսակցությունից ասում են, սա կոնկրետ արշավ է կանանց դեմ, չգիտեմ, սա ժողովրդավարության հետ ընթաց է, ինչպես կարելի է կանանց օրինակ ձերբակալել, հա։ Ինչպես կարելի է օրինակ ինձ ձերբակալել, եթե ես փորձեմ օրինազանցություն անել, ես էլ լրագրող եմ։ Ինչ է։ Դե իրենք ամբողջությամբ կորցրել են իրենց բանականությունը, այնպիսի հայտարարություններ են անում, որ այլևս չես կարող առանց արհեստական բանականության օժանդակության փորձել հասկանալ, թե իրենք ինչ են խոսում, որովհետև եթե ինչ որ մեկը կերակրող մայր է, դա չի նշանակում, որ նա այլևս ընդդատիա չէ, դա նշանակում է, որ ցանկացած մարդ, ով օրինազանց է, կարող է ասել, որ ես փոքր երեխա ունեմ, ես կին եմ, ես չգիտեմ ինչ եմ, հաշմանդամն եմ եւ այլն, դա heç կապ չունի։ Ընտրակաշառքը թե կաշառք վերցնելը, թե կաշառք տալը դա հանցագործություն է, վերջ, անկախ սեռից, կարգավիճակից, երեխա ունենալ չունենալուց, ամուսնական կարգավիճակից, սեռական կողմնորոշումից կապ չունի։ Ալիբի է երեխա ունենալը։ Չկա այդպեսի բան։ Շատ լավ։ Okay, ընտրակաշառք են բաժանում եւ այլն, բայց դա այսքան հիմա երևույթն եք դիտարկում նաեւ որպես ինֆորմացիոն առիթ ունենալով այս ուժեղ Հայաստանին։ Դա որևէ իրավական կամ որևէ այլ հետևանք կուսակցության համար չի առաջացնում։ Այդպես հարյուրներով հավաքեն, փողը տան, ասեն գնա փուրը տուրքես կոպիտ ասած, քիչ կլինեն այդպիսի մարդիկ եւ կուսակցության համար դրա հետևանքը ո՞րն է։ Վարչապետն այսօր բողոքում էր ազգային ժողովում, որ հերիքա ժողովրդին ներվերն ուտեք, բարեփոխեք դատարանները եւ այլն եւ այլն։ Եվ այն նույն դատարանը, որ 2017 թվականի Գագիկ Ծառուկյանի դեմ այդ ընտրակաշառքերի հիշում եք այնտեղ կային մեղադրանքներ 2017 թվականին բոլորին վերջերս նա բան եղավ արդարացվեց Մոլդովայում օրինակ այն կուսակցությունը որը չէր թույլատրվել մասնակցել ընտրությունների հենց ընտրակաշառքի հիման վրա իրեն արգելել էին մասնակցել ընտրապայքարին իսկ այստեղ մենք ունենք կուսակցություն իբր թե կուսակցություն ուժ որ ամեն ինչ ուժի տակ է դիտարկում եւ աչուձախ կաշառք է բաժանում եւ իրենք փաստորեն մասնակցել են ընտրությունների եւ դրանից հետո մենք հունիսի 7-ին պետք է ասենք որ սա ազատ եւ արդար ընտրություն էր ինչպես մենք կարող ենք դա կոչել ազատ եւ արդար ընտրություն եթե մենք թույլ ենք տալիս որ օրինազանցները գրանցվեն ԿՀ-ի կողմից եւ մասնակցեն ընտրությունների ինչպես մենք դա կարող ենք անվանել ազատ եւ արդար ընտրություն ես այստեղ լուրջ հարցում եմ եւ ինչի մենք ուրեմն չգիտեինք որ հենց այդպես է լինելու Ամիսներ շարունակ մենք խոսել ենք դրա մասին։ Հիմա եկել հասել ենք արդեն ապրիլի մեջտեղ եւ բախվել ենք այսպես մի խնդրի։ Շուտվանից իրենք պետք է դուրս գային Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Սերժ Սարգսյան, Օրինաց երկիր, Դաշնակցություն, իրենք բոլորը չպետք է մասնակցեն ընտրությունների։ Իրենք իրավունք չպետք է մասնակցեն քաղաքական process-ների։ Իրենք միան կարող են գնալ քվե տալ ինչ որ մեկին։
Լավ, Բայց քաղաքական օրակարգ ինք իրավունք չունեն մասն թելադրելու։ Լավ, այս հարցը ինչու չի լուծվում, այսինքն նույն այս կուսակցության եւ այդ կուսակցության հիմնադիրների մասով, հա, երբ որ ասում կուսակցություն, մի քիչ լայն հասկանանք, որովհետեւ կասեն դե լավ, կուսակցության գործունեությունը ենթադրենք արգելվեց, կգնամ ուրիշ կուսակցություն կբացեմ, ու շղթան այսպես կշարունակվի, հա, կուսակցությունը նրա հիմնադիրները եւ այլն, որոնք որևէ հետևանք չեն կրում այս գործողությունների համար։ Եվ օրինակ նույն այդ Բարգավաճ Հայաստանի դեպքը, հա, այնպիսի տպավորություն ստացվեց, որ ինչ որ մեկը առանց Բարգավաճ Հայաստանի իմացության իր գրպանի փողը միլիոններով տարել է սրան նրան բաժանել է հանուն Բարգավաճ Հայաստանի առանց Բարգավաճ Հայաստանի տեղեկացվածության, այսինքն սա ինչ գժանոց է։ Ռաֆիկ чистой воды не виновен։ Հա։ Լրիվ այդ վիճակն է։ Դե գժանոց է։ Եվ այդ գժանոցը դատվել է դատարանի դատավորի կողմից։ Այստեղ է գժանոցը։ Ավելի մեծ գժանոց դրանից չկա, որ դատավորը անմեղ է ճանաչում այդ մարդուն, այդ գործունեությունը։ Իր բանականության ներքո, այդ դատավորի բանականության ներքո սա նորմալ է։ Դրան էլ հազար մի բացատրություն կբերեն, ժամկետների հետ կապված, չգիտեմ, փաստերի, չգիտեմ, եսի ինչերի հետ կապված դե խնդիրներ կա, այս կային կա։ Այսինքն, ինչ խնդրեմ կա, գնացեք ու ուզում եք բռնեք այս հանրապետությունը ցուցմունք կտա, այսինքն մեզ չեն բերել այդ ընտրակաշարքը առաջ։ Մեկ ավելի հեշտ ճանապարհ ենք մատնանշել, քանիցը ձեր տաղավարում խոսել ենք իրավաքաղաքական գնահատականի մասին։ Եթե իշխանությունը եկել է, եթե որևէ քաղաքական ուժ իրագործել է հեղափոխություն, պաշտոնապես հայտարարել է, որ մինչ այդ իշխանությունը եղել է բռնի կերպով զավթված։ Ինչպես կարող է նույն իշխանությունը թույլատրել, որ այդ բռնի կերպով զավթված ուժերը նորից գան մասնակցեն ընտրությունների։ Ժողովրդի ողջախոհությունը թույլ։ Դե չի կարելի ժողովրդի վրա, ժողովուրդն էլ մեկ տարժա չի։ Ժողովրդի մեջ տարբեր կարծիքներ կան, ժողովրդի մեջ էլ կան մարդիկ, ովքեր որ ուզում են, որ իշխանությունը լինի բռնազավթված։ Հիմա Քոչարյանն ու Սարգսյանն ու Ծառուկյանն ու մնացածներն էլ են ժողովրդի մի մաս։ Հիմա իրենց ողջախոհության վրա են իրենք ուզում թողնել։ Ինչ է նշանակում ժողովուրդ։ Չի կարելի ժողովուրդ ասել եւ թողնել ժողովրդի չկա։ Այսինքն, այստեղ պետք է հանգենք երևի մի եզրակացության, հա, որ ես ձեռնտու եմ որ իրենք մասնակցեն ընտրությունների։ իշխանությունը ձեռնտու է։ Որ հիմա իրանց դրա վրա փյարվում են, այ տեսեք մենք բռնում ենք իրենց։ Փյարվում են։ Իրանք ուզենային շուտվանից այդ մարդիկ չէին մասնակցի ընտրությունների։ Շատ լավ, վարչապետը խորհրդանում ասում է արդարադատության համակարգը խայտառակություն։ Խայտառակությունը բա ինչ է։ Շատ լավ, եւ ինչ։ Ես կարող եմ հայտարարել ազգային ժողովում, որովհետեւ ես իշխանություն չեմ։ 8 տարի։ Եթե իշխանությունը հայտարարում է, որ դա խայտառակություն է, բա ուր են օրինակ, չգիտեմ, հետևանքներն ուր են։ Ո՞վ է պատասխանատու դրա համար։ Ոնց որ ոչ մեկ սահմանադրությունը, որը պետք է փոխվի եւ պորտալարվով կապվի ժողովրդի հետ։ Դե հեշտ է էլի այդպես։ Նախընտրական դες բարձր կոչել։ Ուղղակի, երբ որ այսպես թեզեր են բերվում, արդյոք խոցելի չեն դառնում մնացած մյուս թեզերը։ Եթե արդարադատության համակարգը խայտառակություն է, նշանակում է Հայաստանում ժողովրդավարություն չկա։ Դե որտեվ արդարադատությունն է պաշտպանում ժողովրդավարությունը։ Ուրեմն ժողովրդավարություն չկա։ Երբ որ ասում են խաղաղությունը հաստատված է, բայց խաղաղության պայմանագիր չկա ստորագրված, ուրեմն սա էլ է կեղծ, խաղաղություն չկա իրականում։ Այսինքն եթե ածանցվում ենք հենց այս թեզից, արդարադատությունը խայտառակություն է, որտեղ սահմանադրությունը փոխված չի եւ պորտալարով չի կապվել ժողովրդի հետ, ուրեմն մնացած ամեն ինչը տրամաբանության մեջ է, ուրեմն ոչինչ չկա։ Կարևոր է սահմանադրության փոփոխությունը, նոր սահմանադրությունը, բայց չի կարելի կապել մեկը մյուսի հետ, չի կարելի պայմանավորել, չի կարելի ասել, որ այն դատավորները, որոնք ժամանակին օրինազանց որոշումներ են կատարել, որ առ այսօր իրենք դատավոր է կապել սահմանադրության հետ։ Ինչ կապ ունի սահմանադրությունը այդ դատավորների հետ։ Կարծես սահմանադրության մեջ գրած է օրինազանց դատավորներին ձեռք չտալ։ Չկա այդպես բան։ Գոնե ֆորմալ իմաստով է։ Վեթինգ, անցումային արդարադատություն, այնքան բան են առաջարկում քաղաքասարակության կողմից, քաղաքական կազմակերպությունների կողմից։ Չէ, հանկարծ խորովածը չվառի, հում չլինի եւ այլն եւ այլն։ Հիշում եք այդ զուգահեռները, որ վարչապետն անցկացնում էր։ Դե հիմա էսա։ Իրենք էլ պետք է հայտարարեն, ասեն, որ քաղաքական հետապնդում են։ Լավ է, էլի։ Այս արդարադատության համակարգը նաև կապենք ընտրությունների հետ, չէ՞, որովհետև շատ հաճախ հենց ընտրությունների լեգիտիմությունը վիճարկվում է դատարաններում, ներողություն։ Դե ախր դատարան պետք է լինի, որ վիճարկես։ Այսինքն դու վիճարկում ես ու նստում սպասում ես, տեսնում ես բախտդ ոնց կբերի, էլի դատավորը նախկիններից է, նորանշանակ դատավոր է, այնպեսի նախկիններից է, բայց անցել է ներկաների կողք։ Չկա դες բան, դա ինչ աբսուրդ վիճակ է։
Մարդ պետք է իրան հանգիստ զգա, եթե մենք խոսում ենք ներդրումներից, ներդրումներ կգան այս երկիր այն ժամանակ, երբ ներդրողն իմանա, որ կարող է գնալ դատարան, ցանկացած հարց լուծել։ Ոչ թե մտածի այս դատավորը Քոչարյանականն է, այն դատավորը Սարգսյանականն է, այս դատավորը ոնց որ նորանշանակ է, այդպես չի լինում։ Պետք է հավասար լինեն։ Ավելավա դատավոր չլինի, քան այսպիսի դատավորներ լինեն։ Ավելավա համարսանն ավարտած դատավոր լինի, քան այսպիսի դատավորներ լինեն։ Բայց լավ, ինչ կարելի անել մինչև օրինակ ընտրությունները այս իրավիճակում։ Հետաձգել ընտրությունների օրը, իրավաքաղաքական գնահատական տալ, ասել սա աբսուրդային իրավիճակ է, թող ազգային ժողովը հրատապ բան նշանակի, ասի վերջ, չեն կանում այդպես։ Սա հայտարարություն է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել։ Ասել են, որ այդ քաղաքական կուսակցությունները, այդ ղեկավար մարմինները, իրենք կյանքի ապրելու ոնց էր ձևակերպված, խաթարել են ապրելու իրավունքը։ Խոսքը գնում է 2008 թվականի մարտի 1-ի որոշման մասին։ Այսինքն իրավական լծակ քո ձեռքերում, որպեսզի դու չթույլատրես օրվա իշխանություններին մասնակցեն քաղաքական process-ների առնվազն։ Այդ դատավորներն էլ որոշումներ կայացած, մինչև հիմա մարդկանց դատում են։ Որպեսզի վաղը չմիսորներ խնդիր չունենաս, որ այս մարդիկ էլ չկարողանան գնալ փորձեն բողոքարկել եվրոպական դատարաններում։ Ինչ դες բողոքարկում եվրոպական դատարանում, եթե եվրոպական դատարանի որոշման հիման վրա ենք մենք քեզ արգելում։ Եվ սա է ժողովրդավարությունը, ոչ թե այս նոյն տապանից կենթաներին բաց են թողել, ասել են մասնակցեք ընտրությունների։ Այս ինչ գազանանոց է, այս ինչ կենթանաբանական այգի է։ Այսինքն կենթանաբանական այգու անդամներին բերում են ազգային ժողով, որ իրենք ինչ օրենսդրությամբ զբաղվեն։ Չէ, որ նրանց ֆոնին իրենք լավ է եղել։ Դե լավ է, այսինքն 5 տարի լսում են գողփիսո քաչալշուն, դու ռուս ես, դու թուրք ես, դու չգիտեմ հողատու ես, դու կոռուպացված ես, հիմա էլի մի 5 տարի պետք է այդպես գժանոց լսենք։ Հետո ասում են ինչ են երիտասարդները այդպես ամորֆ։ Նայում են զզվում են, ասում են այս ի՞նչ է կատարվում, այս մարդիկ մեր մասին չեն խոսում։ Բայց այնուամենայնիվ կան լուծումներ։ Իհարկե կան լուծումներ, քաղաքական կամք է պետք դրա համար։ Բայց քաղաքական նպատակահարմարությունը գերադասում է։ Քաղաքական նպատակը իշխանությունը պետք է հասկանա, որ դա նաև իրենց շահերից է բխում, որպեսզի ազգային ժողովում լինի այնպիսի ընդդիմություն, որը միտված է իշխանության Հայաստանի Հանրապետությանը։ Ոչ թե միտված է, թե ոնց անենք մտցնենք միութենական պետություն։ Կամ Սյունիքում պատերազմ սկսվի, կամ Իրանը խփի թրիպի։ Գժանոց է, այս մարդկանց ոնց կարելի է թույլատրել քաղաքական process-երին մասնակցել։ Դե Քոչարյանն էր նաև դրա մասին։ Դե ահա որ է։ Եվ Թրիպյան համակարգը։ Ասեք երկրորդ նախագահը հորդորում է Իրանին, որ այ այստեղ ոնց որ կարելի է խփել, եթե խփում ես այն կողությամբ, այստեղ ահա որ է։ Եվ այդ մարդը նախագահ է եղել, վարչապետ է եղել այստեղ Արցախում, գժանոց։ Եվ մեծ շուկով տոնում էին իրավապահ համակարգի 108-ամյակը, նշելով, որ այն Հայաստանի Հանրապետության ողնաշարն է։ Ինչ է նշանակում 108-ամյակ տարպես իրավապահ համակարգ, եթե Հայաստանի Հանրապետությունը 51 թվականին անկախացել։ Ինչպես կարելի է այդ օկուպացիան տարիները համարել ինչ որ մի բանի մաս։ Դե չկա, ով է ասում, բայց դա օկուպացիա է։ Օկուպացիայի ժամանակ իրավապահ համակարգ չկա այդպիսի պետական գնահատակ։ Գժանոց, դռները բաց են թողել, գնացել են։ Մի մասը 6-րդ պալատից, մի մասը նույն տապանից են փախնում, խնդրեմ։ Շնորհակալ եմ, պարոն Բլեյան։ Միշտ սիրով։ Զրուցակիցս ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանն էր։ Այժմ այսքանը, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։
Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։